Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Մարիամ, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Շնորհակալություն։ Մարիամ, քանի որ այսօր գարնան առաջին օրն է, թույլ տվեք հանձնել ձեզ այս ծաղկե փունջը։ Իմ սիրելի կակաչները։ Շատ լավ ստացվեց ուրեմն, մեզ մոտ ճիշտ ընտրություն էինք կատարել։ Ինչպես է տրամադրությունը, ինչպես է։ Գարնանային։ Շատ լավ է։ Անցնենք առաջ։ Անցնենք։ Մենք այսօր որոշել ենք բացահայտել ձեզ, ձեր բնակարանը։ Ու սկսենք այսօրվանից։ Ինչպես է օրը սկսվել ձեզ համար։ Օրը սկսվեց գեղեցկանալով։ Ահա։ Միշտ այդպես է սկսվում ձեզ համար, չէ՞։ Հատուկ այս հաղորդման համար։ Լավ։ Ոճաբան։ Այո։ Առաջինը դրա մասին է շեշտը, հատկապես ձեր սոցիալական էջերում, բայց մի փոքր ուսումնասիրելով հասկացա, որ դուք նաև սովորել եք երաժշտական դպրոցում, ունեք դիվանագետի կրթություն։ Խոսենք այդ ամենի մասին, անցումները ինչպես է տեղի ունեցել երաժշտությունից դեպի դիվանագիտություն, դիվանագիտությունից դեպի ոճաբանություն։ Շատ հարթ ու սահուն, իրականում ոչ մի կոմպոնենտ իմ կյանքի լիովին չի լքել ինձ, շարունակում է մնալ ինձ հետ, ուղղակի ճանապարհը ավելի հագեցած է դառնում գնալով։ Ձեզ հիմա ավելի հանգիստ եք զգում որպես ոճաբան։ Հա, իրականում ստեղծագործ կյանքը իմն է, ոնց նշեցիք, հենց երաժշտությունն է եղել առաջին փուլը իմ կյանքի հետ առումով ու դարձել է անբաժան մաս, որովհետև կան էմոցիաներ, կան ապրումներ, զգացմունքներ, որ իմ այդ կյանքի այդ փուլում ու հիմա էլ ես միայն երաժշտության միջոցով եմ կարողանում վերապրել, զգալ եւ այլն, այնպես որ դա իմ կյանքի շատ մեծ մասն է կազմել։ Որպեսզի ծաղիկները ձեզ չխանգարեն, խնդրում եմ տվեք, ես սա կդնեմ սեղանին, մենք շարունակենք մեր զրույցը։ Այո։ Երաժշտության ո՞ր ոճն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Նայած տրամադրության, նայած հոգեվիճակի, իրավիճակի, եղանակի, բայց դասականը միշտ եվրոպական դասական երաժշտությունը այն ասեմ ինձ համար այդ բնորանն է, այն արմատներն է իմ հոգու, որտեղ ես ինձ միշտ վերագտնում եմ։ Խոսեցիք արմատներից, ես էլ եմ ուզում խոսել այդ ամենի մասին։ Ձեր ազգանունը հազվագյուտ հանդիպող ազգանուն է։ Կպատնեք որտեղից է գալիս եւ բոլոր այն մարդիկ, ովքեր կրել են այդ ազգանունը, բարեկամական եւ հարազատական կապ ունեն ձեզ հետ, թե ոչ։ Իմ ազգանունը, այո, յուրահատուկ եւ չկրկնվող ազգանուն է եւ իմ պապիկի կողմից Ստեփան Մելիք-Բախշյանի կողմից է գալիս ու բոլոր Մելիք-Բախշյանները մեզ բարեկամ են, իրականում Հայաստանում միայն ես եմ, հայրիկս եւ ունեմ հորաքույր, որ Միացյալ Նահանգներում է բնակվում, ոչ ոք չունի տղա, այսինքն պապիկս էլ չի ունեցել որդիներ եւ այդպես իմ պապան է միայն որդի, ավելի ճիշտ բացի պապայիցս ուրիշ որդի չի ունեցել, ես եմ պապայիս միակ աղջիկը ու տենց
ես եմ հիմա միայն Մելիք Բախշյանի սերնդակիցների մեջ։ Որտեղից են գալիս արմատները։ Պապիկս Նախիջևանից է եկել, բայց արմատներով գնում է դեպի Իրան։ Հասկանալի է։ Որոշել ենք բացահայտել նաև ձեր բնակարանը։ Լայն ընդարձակ տուն է։ Ովքեր են ապրում այստեղ։ Ես եւ աղջիկս։ Դուք եւ ձեր աղջիկը։ Վերանորոգումը ոչային է արված եւ դա կարծում եմ ձեզ հետ անմիջական կապ ունի, թե սխալվում եմ, այսպես եք ձեռք բերել բնակարանը։ Այսպես ենք ձեռք բերել, եթե խոսք օրինակ այս շրջանաձև կլոր ոնց են ասում պատի մասին է, բայց մի քանի փոփոխություններ արել ենք, օրինակ առաստաղները ավելի ցածր էին, ես մի քիչ նեղվում եմ ցածր առաստաղներից, իրականում սա էլ է ինձ համար ցածր, այնպես արեցինք, որ հնարավորինս բացվի շունչներս, բայց հիմնական նախագիծը մնացել է այնպես ինչպես եղել է։ Պատին կա հետաքրքիր նկար, բնանկար, Այո։ որտեղից է հայտնվել ձեր տանը, ում վրձնին է պատկանում։ Ռուբեն Մաշինյանի բնանկարն է եւ իմ հայրիկի հավաքածուից է։ Հայրիկս բազմաթիվ հայ նկարիչների, արվեստագետների գործերի հավաքածու ունի ու այս մեկը նվիրել է ինձ։ Հայտնի նկարը, որը ներքևում է, կարծում եմ կրկնօրինակն է, ոչ թե բնօրինակը, չէ՞։ Ցավոք։ Ես եմ նկարել։ Իրոք։ Հրաշալի է ստացվել։ Այո։ Ու գրքեր, շատ հին գրքեր։ Ումն են սրանք, որտեղից են հայտնվել ձեր տանը, որքան ժամանակ է, որ դրանք ձեզ են պատկանում։ Սա իմ պապիկի գրադարանից է, ինչպես նշեցի, Ստեփան Մելիք Բախշյանի, ով պատմաբան, հնագետ, պատմության մեծ նվիրյալ հայոց պատմության եւ իր ժառանգությունը գրադարանն է, որը հասել է ինձ, ինչի առիթով ես շատ հպարտ եմ։ Այո։ Եվ իրականում այս տանը շատ քիչ են գրքերը, մեր գրադարանը պապայիս, այսինքն պապիկիս տանն է։ Ես պարբերաբար գնում եմ, ուսումնասիրում եմ, ոգեշնչվում եմ, ինչ որ ինձ պետքա բերում եմ, այս վերջի անգամները ինձ հիացրեց այս խորենացու պատմություն հայոց, որը 1827 թվի տպագրություն է եւ 19-րդ դար, 2 դար առաջվա Վենետիկի Սուրբ չէ, Վենետիկում, հա, Վենետիկից է։ Այո։ Եվ Կարդացել եք։ Սուրբ Ղազար, ճիշտ է ասում։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզուց, որ այցելել էի հունիսին անցած տարվա ու անմիջապես հետո այս գիրքը գտա ուղղակի գրադարանից, ասացի պետք է տանեմ, պահեմ։ Բնագրով է գրված դա։ Հա, գրափարով։ Գրափարով, բնագրով։ Գրափարով, ինձ իհարկե դժվար է կարդալը, բայց այնուամենայնիվ նկարազարդումները, տառատեսակները, ամեն ինչ խոսում է նրա մասին, որ մենք շատ հարուստ գրական ժառանգություն ենք ունեցել։ Այլ գրքեր կխնդրեմ նաև ներկայացնեք։ Չարենցի հազվագյուտ գրքերից, հազվագյուտ այն առումով, որ Քիչ թվականակով է տպագրված գիրք ճանապարհին բռնաճնշումների տարիներին սովետական շատ են գտել, վերացրել, վառել եւ այլն եւ տատիկը, պապիկը հնարավորինս պահպանել են մի հատ էլ օրինակ կամ պապիկիս տանը։ Այո։ Եվ սա շատ սիրուն նկարազարդումներով գիրք է եւ նկարազարդումները պատկանում են Հակոբ Կոջոյանին։ Եվ բացի նրանից, որ Չարենցի ստեղծագործություններով է հիանում, նաեւ Կոջոյանի պատկերներն են հիացնում։ Չարենցի ստեղծագործություններից կա որևէ մեկը, որը ամենաշատն եք նախընտրում կարդալ։ Ես իր արքրոստիկոսներն եմ շատ սիրում, պատգամն եմ սիրում եւ այստեղ հիմա չեմ գտնի այդ բանաստեղծությունը, որի համար էլ հենց այս գիրքը որոշել են վերացնել։ Հիմա կարող չգտնեմ, բայց այն բանաստեղծության մասին է խոսքը, որտեղ էլի թաքնված ակրոստիկոս է եւ տառերը, առաջին տառերը
յուրաքանչյուր տողի հետևյալ միտքն են արտահայտում, ով հայ ժողովուրդ քո միակ Փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Եվ այո, այս մեջ եմ գտնի, առաջեջանի շկար հիմա չկա։ Մի խոսքով դա Մյուս գրքերն էլ կխնդրեմ ցուցադրեք եւ շարունակենք շրջել ձեր բնակարանով։ Ես պատկերացնում, եթե գայիք պապիկիս տուն, ինչքան բան ցույց կտայի, բայց ունենք այն ինչ ունենք, սա իմ պապիկի մանկության ժամանակվա Սասունցի Դավիթ։ Այո, գրադարանից է եւ նույնիսկ այստեղ իր կնիքը ոչ թե Ստեփան Մելիք-Բախշյանի, այլ Ստյոպա, որովհետեւ փոքր է եղել, այն ժամանակ նույնիսկ պատմաբան չի եղել եւ սա Սասունցի Դավթի տարբեր նկարազարդումների գիրքն է, ալբոմն է, որ Շատ հարուստ գրական ժառանգություն ունեք եւ հազվագյուտ նմուշներ են, կարծում եմ։ Այո։ Բայց դրանց կողքին կա նաեւ ժամանակակից գրականություն։ Այո։ Մարկ Շագալ։ Այո։ Եվ Մարկ Շագալի ցուցահանդեսին բախտ ունեցա մասնակցել, երբ անցած տարի Վիեննայում էի Ալբերտինա թանգարանում Մարկ Շագալի 100 ստեղծագործությունների ցուցահանդեսներ։ Ես որ ճիշտն ասեմ, այդ ցուցահանդեսից առաջ շատ չեմ հիացել իր արվեստով, բայց երբ ամբողջ ցուցահանդեսին շրջեցինք, ծանոթացանք իր կյանքին եւ այդ ամբողջը քրոնոլոգիական կարգով ոնց որ վերապրեցինք իր հետ, մի տեսակ փոխվեց վերաբերմունքս իր հանդեպ եւ այս գիրքը իրականում այնտեղից չեմ ձեռք բերել, հետո Բրյուսելից հենց Տաշենի գրախանութը գտա եւ ձեռք բերեցի այս գիրքը, բայց այդ ցուցահանդեսը իրոք ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց եւ հազվագյուտեր են առումով, որ Շագալի այդքան շատ ստեղծագործություններ մի տեղում էին հավաքված եւ հնարավորություն կար սկզբից մինչեւ վերջ իր ստեղծագործական ու նաեւ անձնական կյանքի միջով անցնել։ Թերևս վերջին հարցը գրականության հետ կապված, որովհետև չեմ կարող չանդրադառնալ SSSR։ Մենք ծնվել ենք արդեն նոր անկախ Հայաստանում, գրեթե տարեկիցներ ենք, եւ ուզում եմ հասկանալ ձեզ SSSR-ում, այսինքն Խորհրդային Միությունում, ինչն է ավելի շատ հետաքրքրել եւ հատկապես այդ գիրքը, եթե կարդացել եք, ավելի շատ գովերգում է Խորհրդային Միությունը, թե փնովում է Խորհրդային Միությանը։ Իրականում սա ոչ թե գրականության նմուշ է, այլ ճարտարապետության, սա սովետական ճարտարապետությանն է անդրադառնում ու շատ հետաքրքիր պատմություն կա այս գրքի հետ կապված։ Մի անգամ ծանոթներից մեկի հետ, այս գիրքը առնելուց հետո էր, երբ որ Տաշենի գրախանութն էի Բրյուսելում գտել, ու եկել էի ասենց հիացած պատմում էի, որ այսքան հիանալի գրքեր կան ու ասացի ես մեծ հույս ու հավատ ունեմ, որ մի օր կմտնեմ այդ գրախանութ եւ հայ արվեստագետների նվիրված գիրք կտեսնեմ։ Իրականում այնտեղ հարցրեցի, ասացի հայկական ազգանով ինչ ունեք, ինչ թեկուզ մի նկար լինի մի գրքի մեջ, ժամանակ չունեի, բայց իմ մեջ ինչ ասեմ, մեծ ցանկություն, երազանք ասեմ, ասացի ես հավատում եմ, որ ինչ վատ կլինի, օրինակ այս շարքում լինի Մինա, Սարյան, Այվազովսկի եւ այլն, ու այն պատասխանը էր, որ ոչ ոքի պետք չեն հայերը բան։ Նույնիսկ։ Ես ոչ թե ոչ մեկի պետք չեն, այլ աշխարհը իր գործերով է զբաղված եւ մենք շատ փոքր ենք։ Մի խոսքով այդ արձագանքը ստացա, բայց ինչևէ, ու այս դեկտեմբերին էլի շրջում եմ այս անգամ Միլանով ու էլի պատահական հանդիպում եմ նույն գրախանութ Տաշենի, մտնում եմ, ուսումնասիրում եմ բոլոր գրքերի վրա եւ անցնում եմ, մի հատ էլ հաջորդ օրն եմ մտնում ու հենց սա չկար նախորդ օրը, տեսնում սա դրված է ու ես հենց բնականաբար SSSR, ԽՍՀՄ ճարտարապետություն միանգամից ես մտածում որ մեր հայկական ճարտարապետությունը Այո, սա բրուտալիստական ոճի մասին է եւ հիմա չգիտեմ սենց կլինի թե չէ, բայց սենց մատս դնում եմ այս գրքի վրա ու բացվում է համալիրը։ Համալիրը չբացվեց այն ժամանակ, աստղադիտարանը բացվեց, բայց հիմա էլ ոչ պակաս։
հրաշալի նմուշ մեր ճարտարապետությունից ու ես հիշում եմ մեր այդ խոսակցությունը, որ դա անհնար է եւ այլն ինչ հայեր ու հենց այդ իմ ոնց որ իմ երազանքի պատասխանը ոնց որ լիներ, որ այո կա նման գիրք հենց այդ նույն հրատարակչությունից, որտեղ մեր հայ ճարտարապետներն են Սարգիս Գուրզադյան եւ այլ մեծ ճարտարապետներ, ովքեր արժանի են, որ միջազգային մակարդակով իրենց անդրադառնան։ Եվ ես վստահ եմ, որ ելի կլինեն նման անդրադարձներ։ Վստահ եմ այսօր դեռ կհասցնենք գրականության անդրադառնալ։ Հիմա խոսենք բնակարանի մասին։ Քանի մետր քառակուսի է։ Կարծում եմ 100-ին մոտ։ Այդտեղ ինչ որ ավելացրած մասեր կան, դրա համար հստակ երևի չեմ կարող ասել։ Ձեր կողմից են ավելացել, թե այսպես եք ձեռք բերել։ Չէ, ես խիստ դեմ եմ, երբ ինչ որ թեկուզ փոքրիկ շեղում է լինում իրական նախագծից, նախնական եւ իմ անձնական շահը այստեղ շատ երկրորդական եմ դիտում։ Ինձ համար շատ կարևոր է մեր քաղաքի, երկրի դեմքը եւ կարծում եմ, որ առաջինը դա ճարտարապետությունն է, պետքա պահել, պահպանել, որովհետեւ դա մենք փոխանցելու ենք մեր սերունդներին, մեր ձեռքերում է դա հիմա մեզ են փոխանցել, մենք պատասխանատվություն ունենք։ Բուսաշատ է ձեր տունը։ Իրականում ես շատ վատ եմ նայում իմ բույսերին։ Հա, ես չեմ սիրում բույսեր պահել։ Սա շատ սիրուն կրոտոներ եւ իմ ձեռքը չորանցել է։ Ես պահել չգիտեմ, աղջիկս է ջրում։ Ես շատ եմ սիրում բնություն, բուսականություն, ծաղիկներ, բայց բույս խնամելը ոչ մի կերպ։ Այդ դեպքում որտեղից են հայտնվել այս ամենը ձեր բնակարանում։ Իմ նախկին կյանքից։ Հասկացա։ Լավ։ Այսպես։ Մարիամ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Խոսեցինք արդեն համացանցի մասին, հիմա թեքենք ուղղությունը նաև ձեր ուղղությամբ։ Թեքենք։ Դուք ձեր սոցիալական հարթակներում խոսում եք այն մասին, որ մարդիկ հնարավորություն ունեն հագնվելու էժան, բայց երևալու թանկ։ Ինչից է գալիս այդ միտքը ձեզ մոտ, որովհետև վերջին շրջանում ամեն բան թանկանում է եւ կա այլընտրանք, թե դուք ունեցել եք ցավոք սրտի կամ բարեբախտաբար այդպիսի փորձ եւ հասկացել եք, որ կարելի է դա ներկայացնել գեղեցիկ եւ մատուցել հանրությանը։ Ես էժան բառը կփոխարինեի մաչելի, Բարի, որովհետև մաչելին ավելի լավ է երևի փոխանցում, այն միտքը, որը ես ցանկանում եմ արտահայտել։ Իրականում ես մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ գիտնականներ, կրթության ոլորտ, մտավորականներ եւ այնպես չի, որ մեր ընտանիքում տենց բրենդեր են տիրել եւ այլն, սովորական։ Այն ժամանակ չկար էլ նույնիսկ մեր մանկության տարիներին։ Բայց միևնույն ժամանակ իմ ծնողները, իմ ընտանիքը շատ ճաշակով է եղել, շատ յուրահատուկ ճաշակով եւ նույնիսկ այն ամենա չնչին միջոցներով մամաս էլ, պապաս էլ միշտ կարողացել են գտնել, ընտրել, ձեռք բերել համապատասխան իրեր, հագուստ եւ դա չի համարվել ինչ որ նյութապաշտություն կամ նման ինչ որ մակերեսային երևույթ, այլ ես այդպես մեծացել եմ, հա, ոնց ճիշտ բացատրեմ, որ կարևորը Ամեն ինչ ճիշտ բացատրեցիք։ Բրենդը չի, կարևորը adekvat գին, որակ եւ տեսք հարաբերակցությունն է, որ մեր մարմինը արժանի է, որպեսզի իրեն համապատասխան տեսք ստանա, որտեղ դա մեր հոգում գտնվող ամենամոտ բանն է։ Եվ տարիների ընթացքում ես դպրոցում, համալսարանում հանդիպել եմ շատ աղջիկների, ովքեր գուցե այդ միջավայրում չեն մեծացել եւ իրանց համար խորթ է եղել այդ պատկերացումը, որ ոճը ոչ թե բրենդերն են, այլ ուրիշ բան։ Եվ նույն այդ ինչ ասեմ, ես չեմ սիրում տենց ոճը կապել շատ նորաձև բրենդերի անունների հետ, բայց իմ ժամանակ, իմ սովորել տարիներին դա այդպես էր հիմնականում։
Եվ դա մի բան է, որ ինձ շատ վաղուցվայից է ստացվել։ Ուղղակի եկավ մի ժամանակ, որ ես հասկացա, որ կարող եմ դրա մասին խոսել։ Ունեի արդեն Instagram, ունեի blog ու ես մտածեցի, որ եթե ինձ մոտ դա ստացվում է, բոլորի մոտ էլ կստացվի։ Ես չեմ մտածում, որ ինչ-որ երկնային ինչ-որ բան եմ անում, գիտեմ, որ մարդ որ մի քիչ ջանք դնի, կարողանա։ Եվ իմ հենց ի սկզբանե առաքելությունը դա եմ համարել, որ իմ նման աղջիկներին հասցնեմ տեղ այն միտքը, որ դուք եք որոշում ձեր ոճը, ձեր հագուստը, ձեր իրերը, նույն հասարակության կարծիքի մասին, հա, նույն սեփական մարմինը ընդունելու մասին փորձում եմ խոսել, որովհետև միայն հագուստը չի։ Ես կարծում եմ, որ մեր այսօրը հագեցած է լինելու ոճաբանության եւ նորաձևության մասին զրույցներով, բայց այս ընթացքում նաեւ ուզում եմ հասկանալ կան փոքրիկ առարկաներ, որոնք պատկանում են երեխային։ Այո, ես դիտմամբ դնում եմ այստեղ, որ իր միջավայրը ամբողջ տնով մեկ ապահովված լինի։ Քանի տարեկան է փոքրիկը։ 5 տարեկան։ 5 տարեկան։ 5 ու մի քիչ շատ է տարի։ Հաճախում է մանկապարտեզ ամենայն հավանականությամբ։ Այո, հենց հիմա էլ մանկապարտեզում է, բայց սեպտեմբերին պատրաստվում ենք դպրոց։ Եվ նա կհաճախի այն նույն դպրոցը, որը որ դուք եք հաճախել, թե ոչ։ Կարծում եմ ոչ։ Ինչու՞։ Հիմա շատ է փոխվել մեր դպրոցը, ես ենթադրում եմ, ոչ թե ենթադրում, այլ գիտեմ, իհարկե կան ուսուցիչներ, որոնք նաև ինձ են դասավանդել, բայց չգիտեմ, երևի կընտրեմ այլ տարբերակ։ Բարի, այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդ, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր բացահայտումները։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները, իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր, աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մառանիկ, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշը խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Մենք նույնպես շնորհակալ ենք եւ գտնվում ենք ձեր բավականին լայնարձակ խոհանոցում։ Հասցնում եք այստեղ լինել որպես ոչ թե սպառող, այլ որպես գործող։ Դա իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Եթե ոչ ամենասիրելին, ես ինչքան էլ հոգնած լինեմ, ինչքան էլ անտրամադիր լինեմ, ինչքան էլ ոչ մի բան չուզենամ անել, պատրաստելը միակ բանն է, որ ես միշտ պատրաստ եմ։ Ինչին եք ավելի շատ տալիս նախապատվությունը։ Ամեն ինչ սիրում եմ պատրաստել, սկսած թխվածքներից, խմորի հետ եմ շատ սիրում աշխատել, դա ինձ հանգստացնում է, եւ դե իհարկե ուտելիք։ Խմորը ընդհանրապես մի փոքր գիրացնում է մարդկանց, բայց դուք ինչպես հասկանում եմ, հետևում եք ձեր կառուցվածքին, թե որպես մասնագիտական ուղղվածություն եւ ընդհանրապես հետևում եք ձեր կառուցվածքին։ Փորձում եմ օգտագործել ոչ ցորենի ալյուր, այլ ոչ ցորենի ալյուր, ինչով եք փոխարինում։ Բրնձի ալյուրով կա հիմնականում առանց գլյուտեն։ Առանց գլյուտեն։ Բարի։
Դուք նաև շատ ճամփորդում եք եւ ինչպես հասկացել եմ, ձեր ամենասիրելի ուղղությունը Իտալիան է։ Ճիշտ եմ։ Այո։ Քանի անգամ եք եղել Իտալիայում, որովհետեւ ձեր հրապարակումներին հետևելով հասկացա, որ 5-րդից հետո էլ չեմ ցանկանում հաշվել։ Հա։ Տարբեր ժամանակներում եղել են։ Իրականում ես չեմ հաշվել, բայց կարծում եմ 15-ից շատ։ Ինչով է ձեզ այդքան գերել Իտալիան, որովհետև այնտեղ կան տարատեսակ նորաձևության տներ, որովհետև մարդիկ են այնտեղ լավը, մշակույթն է լավը, թե մենք հայերս նման ենք իտալացիներին եւ ամեն դեպքում մեզ ձգում է։ Մենք շատ կուզենք նման լինել, բայց ես չեմ կիսում այդ կարծիքը, կներեք։ Իրականում Իտալիան իմ բոլոր սիրելի երևույթների համախումբն է։ Երևի դրա համար։ Այնտեղ ես ինչ սիրում եմ, գտնում եմ, այնտեղ միշտ զարմանում եմ, ինչքան էլ նույն բանը 100 անգամ տեսնում եմ, 101-րդ անգամ նույնպես զարմանալով եմ տեսնում։ Իտալիան բազմազան է, ամեն քաղաք, ամեն գյուղ նման չի մյուսին։ Ու կարծում եմ միշտ կվերադառնամ։ Հասկացա։ Խոհանոցը ձեզ դուր եկել էր իտալական խոհանոցի մասին խոսքը։ Իհարկե։ Բացի պաստաներից եւ պիցցաներից գտակ այլ բան, որը հենց իտալական խոհանոցին էր պատկանում։ Տուրիստների համար եւ արտասահմանցիների համար պաստան ու պիցցան են ասոցացվում իտալական խոհանոցի հետ, բայց ես բախտ եմ ունեցել բացահայտելու ավելի լոկալ իհարկե պաստան ու պիցցան անբաժան մասն են կազմում իտալական խոհանոցի, բայց իտալական խոհանոցը շատ բազմազան է ու այլ ինչպես կրկնեմ, հենց ամեն ռեգիոն ունի իր սպეციფიկ խոհանոցը, իրեն բնորոշ ուտեստներ, որտեղ ուրիշ տեղեր չկան եւ ինձ դա էլ է շատ դուր գալիս։ Կնշեք մեկ ուտեստ, որը վստահաբար մեզ էլ ծանոթ չէ եւ մեզ դիտող մարդկանց նույնպես ծանոթ չէ, բայց դուք հասցրել եք բացահայտել։ Իտալիայում։ Այո։ Ոյ, ինչը մեզ ծանոթ չի, երևի ավելի հարավային մասերից։ Ինչ ուտեստ։ Կարծում եմ շատերը կզարմանան, բայց նույն կուսկուսը, որը մեզ հայտնի արաբական խոհանոցից, Սիցիլիայում էլ է հանդիսանում ազգային կերակուր։ Այո։ Այո, եւ ես նաեւ Սիցիլիայի նախաճաշն եմ շատ սիրում, որը իրենց ներկայացնում է գրանիտա, դա հարած մրգային հյութ է, որևէ մրգից, սառույցի նման, որը ուտում են հատուկ թխված բուլկիներով, թաթախումն մեջը ուտում են։ Italian մնացած տեղերում բրիոշը մեզ հայտնի կրուասանն է հանդիսանում նախաճաշ ու կապուչինոն կամ էսպրեսոն, ինձ Սիցիլիայում բացահայտել եմ նոր նախաճաշի ձև։ Իսկ մենք շարունակենք բացահայտել ձեր բնակարանը։ Ուր ենք գնում, խնդրում եմ ուղեկցեք մեզ։ Եկեք աղջկա սենյակ գնանք։ Եկեք գնանք ձեր աղջկա սենյակ։ Այստեղ ամեն ինչ խառն է։ Ես այն էսթետիկ մայրիկներից չեմ, որ ամեն ինչ մի գույնի մեջ են պահում, դրա համար այստեղ կտեսնեք շատ գույներ։ Ինչ է նախընտրում Լեան, առօրյան ինչով է լցված նրա։ Լեան սիրում է ինչպես հանկարծիկ Միկի Մաուսներ։ Տարբեր չափերի, ձևերի։ Լեան սիրում է այս փիսոն, որ իր խաղալիքն է։ Այո։ Անբաժան։ Իր հետ է քնում ամեն օր 1.5 տարեկանից սկսած։ Շատ է սիրում արվեստ։ Որ ճյուղը հատկապես արվեստի արդեն նշмарվում է, թե ոչ այնքան։ Դեռ գեղանկարչություն կարծում եմ։ Ես ինչպես հասկանում եմ, Եվ երաժշտություն։ Սա պատկանում է Լեայի ձեռքի աշխատանքին, գեղանկարչությունն է ինքը։ Հենց երեք ինքը որոշեց, որ սպիտակ մազերը լավ չեն, պետքա գունավորել։ Նաև գրականություն շատ հարուստ այդ տարիքի երեխայի համար հարուստ է գրապահարանը։ Իհարկե նաև ձեր գրքերն էլ կան այստեղ տեղադրված, բայց ինչով եք լցնում նրա առօրյան, ինչ գրքերով, հեքիաթներ, հանելուկներ։ Հեքիաթներ, նվագապատումներ, էլի արվեստի մասին գրքեր։ Ես իրականում փորձում շատ չծանրաբեռնեմ, որտեվ պարտեզում արդեն իսկ շատ հագեցած ծրագիր են անցնում։
ուզում եմ տանը իրեն ազատ զգա։ Ես իրեն ոչ մի բան չեմ պարտադրում։ Ինքը իր զբաղմունքները, իր սիրած գործերը փորձում եմ ամեն ինչ իր սրտով։ Տարատեսակ խմբակներ, Դեռ բարի չէ։ երաժշտություն։ Դեռ չէ, նոր է 5 լրացել։ Կարծում եմ դպրոցում արդեն կզբաղվեմ այդ հարցով։ Պարտեզը այս պահին բավականին հագեցած ծրագիր ունի, դրա համար չեմ ուզում իրեն ավելի ծանրաբեռնեմ։ Ամեն դեպքում Լեան տանը չէ, եւ մենք չունենք իր թույլտվությունը իր սենյակում շատ գտնվելու, դրա համար կխնդրեմ մենք տեղափոխվենք հաջորդ սենյակ, բայց մինչ այդ Լեայի ամենասիրելի գիրքը ցույց տվեք մեզ, այնուհետև գնանք արդեն ձեր սենյակ։ Այս վերջերս միշտ Հովհաննես Թումանյանի հեքիաթներն է, այս երկու հատ ունենք նույնիսկ, մի հատ սա Թումանյանին շատ սիրում։ Այո։ Ամեն գիշեր կարդում ենք։ Բարի, շարժվենք առաջ եւ ձեր։ Եվ իմ պապիկի մասին որ խոսում էինք, այստեղ իր հեղինակած գիտական աշխատանքներն են, որոնք Լեայի գլխավերևում եմ տեղադրել։ Ինչու հատկապես այդտեղ։ Չգիտեմ, երևի ուզում եմ պապիկիցս հնարավորինս շատ իրեն ինչ-որ բաներ փոխանցվեն։ Այստեղ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանն է, որը շատ կարևոր գիտական աշխատություն է ամբողջ հայոց պատմության եւ ոչ միայն հայոց, այլև տարածաշրջանային առումով շատ կարևոր գործ հայոց պատմության աղբյուրագիտություն, հայոց պաշտամունքային վայրերի արդեն հանրագիտարան ես շատ հպարտանում եմ։ Սա այն ժառանգությունն է, որը ոչինչի հետ, ոչ մի հարստության հետ չի փոխի։ Լեայի սենյակում ամեն բան պարզ է, մենք շարժվենք առաջ, ուր ենք գնում։ Դե եկեք իմ սենյակ գնանք, լավ։ Դե, գնանք ձեր սենյակ, շատ բարի։ Ձեզ Instagram-ում հետևում է մոտ 35,000 մարդ, ճիշտ ասացի։ Այո։ Ինչ կարող են գտնել մարդիկ մուտք գործելով ձեր սոցիալական էջեր։ Դուք ասեք։ Ես ասեմ, ճամփորդական նյութեր կարող են գտնել նորաձևությանը վերաբերող նյութեր, կարող են գտնել օրվան, կյանքին վերաբերող նյութեր։ Այո։ Ամեն ինչ ճիշտ եմ ասում։ Հա, կարծում եմ այս վերջերս ճամփորդական կոնտենտը շատ է։ Ես որոշել եմ իմ բլոգը պահեմ նորաձևության ուղղվածությամբ, որովհետև կարծում եմ, որ նախ մեզ պակասում են կոնկրետ ուղղվածության բլոգերներ ու ես հասկանում եմ դա ինչի հետևանք է։ Շատ դժվար է պահել մի ուղղվածություն, պետք է շատ բաներից հրաժարվել, համագործակցություններ, որոնք բերում են ֆինանսներ, բայց ես ամեն ինչ անում եմ, որ իմ առաքելությանը, որի մասին նոր խոսում էի, մնամ հավատարիմ ու ինձ փորձում եմ դիրքավորեմ այդ աշխարհում հենց որպես ոչ մեկնաբանող, նորաձևության հետ ասոցացվող անձ։ Համաշխարհային նորաձևության մեջ կան մարդիկ, ովքեր ձեզ համար հանդիսանում են ոգեշնչման աղբյուր։ Իհարկե։ Կնշեք նրանց անունները։ Դա էլ է կախված էլի ժամանակից, տրամադրությունից, իմ առջև դրված պահանջներից, շատ տարբեր են իմ ոգեշնչման աղբյուրները։ Իմ ոգեշնչման աղբյուրը կարող են լինել հենց նորաձևության տների հայտնի կրեատիվ տնօրեններ, կարող են լինել ուղղակի մարդիկ, ովքեր մեկնաբանում են նորաձևությունը, ովքեր կրում են եւ փորձում են այն ինչ որ կրեատիվ դիրեկտորները ստեղծում են, ներկայացնեն հանրությանը, շատ տարբեր են։ Եթե խոսեմ հենց բրենդերից, որպեսզի ավելի հայտնի անուններ շեշտեմ, ինձ համար Yves Saint Laurent-ը ամենամեծ ոգեշնչումներից մեկն է, թե որպես դիզայներ եւ թե որպես բիզնես, թե ոնց են Pierre Berger-ի հետ առաջ տարել բրենդը, կարծում եմ հիանալի օրինակ է, թե ոնց կարող է նորաձևությամբ զբաղվող անձը, ստեղծարար մարդը եւ բիզնես պարտները համատեղեն իրենց ուժերը եւ ստեղծեն նման նորաձևության տուն։
Համաշխարհայինի մասին ամեն բան պարզ է, անդրադառնանք հայկականին, հայկական նորաձևության մասին ինչ կասեք։ Հայ հասարակության վերաբերմունքը նորաձևությանը, ընդհանրապես մեր հագնվելու մասին ինչ կասեք։ Նորաձևության մասին հայկական ես միշտ դրականն եմ փորձում խոսել, ինչ որ կարծում եմ կարող է օգնել իրենց, որ դրական չի, իրենց հետ եմ անհատապես խոսում, եթե իրանք ուզում են։ Եթե իրանք պատրաստ են լսել եւ ընդունել կամ չընդունել, միշտ պատրաստ եմ, բայց չեմ ուզում հանրայնացնել այն ինչ որ բացասական եմ մտածում, փորձում եմ դրականի վրա մարդկանց կենտրոնացնել։ Մարիամ, ինչն է ձեր գործունեության հիմնական նպատակը, այսինքն մարդիկ դիմում են ձեզ, ենթադրենք ես դիմում եմ ձեզ, ասում եմ ցանկանում եմ գեղեցիկ հագնվել, եւ դուք օգնում եք ինձ այդ հարցում, թե կարող եմ դիմել, խանգարում եք ինձ, կամ դիմում եմ ձեզ, դուք ինձ համար հագուստ եք կարող, մի փոքր նաեւ այդ ամենը մանրամասնեք։ Ոճաբանը աշխատում է արդեն պատրաստի իրերի հետ, համադրում է, համադրող։ Նայած որ ուղղության մասին ենք խոսում, եթե խոսում ենք նորաձևության ոճաբանի մասին, այդ դեպքում մասնագետը աշխատում է ավելի կոմերցիոն նպատակներով։ Ստեղծում է lookbook-եր բրենդերի համար, իրականացնում է շութեր, աշխատում է մոդելների հետ, ստեղծում է այնպիսի կերպարներ, որոնք կրում են մարքեթինգային բնույթ, ոչ թե առօրյայում, այլ այն ինչ որ մենք տեսնում ենք ամսագրերում, պոդիումի վրա եւ այլն։ Այսինքն դա ավելի մարքեթինգային։ Դուք դրանով չեք զբաղվում։ Ես նաեւ զբաղվում դրանով, որովհետեւ Հայաստանում շուկան շատ փոքր է, մի ուղղությունը բավարար չի, ոչ ստեղծագործական առումով, ոչ ֆինանսապես։ Չեմ համարում, որ դա շատ ճիշտ է, բայց այս պահին դա է։ Քանի որ դուք խոսեցիք ֆինանսի մասին, երևի թե ինձ թույլ կտամ այդ հարցը տալ ձեզ։ Թանկ հաճույք է օգտվել ձեր ծառայություններից։ Դե թանկ բառը այսօր շատ տարբեր իմաստներ ունի, կախված մարդու եկամտից, արժե համակարգից, առաջնահերթություններից եւ այլն, բայց ես փորձում եմ անհատների հետ մյուս ուղղվածության մասին ամել խոսեմ, երբ աշխատում եմ անհատների հետ, իրենց գեստապահարանի հետ, ստեղծում եմ իրենց համար լուքեր, իրականացնում ենք համատեղ շոփինգ, այսինքն այդ ուղղվածության մեջ փորձում եմ հնարավորինս այն արժեքը սահմանել, որպեսզի մարդկանց կարողանամ օգտակար լինել։ Մեկ անգամյա համագործակցություն հնարավոր է ձեզ հետ, ենթադրենք մարդը այդ օրը պետք է գնա որևէ կարևոր միջոցառման եւ ցանկանում է ձեր օգնությամբ ընդամենը մեկ անգամ կատարել իր գնումները։ Դա հնարավոր է թե ոչ։ Այո։ Հնարավոր է։ Այո։ Ինչ է թաքնված այս հայելուց ներս, որովհետեւ մի փոքր ճեղք եմ տեսնում, որ բացված է, հետեւաբար ներսում ինչ որ բան կա։ Այո, սա իմ գեստապահարանն է, որը միշտ խառն է։ Ձեր գալուց առաջ փորձել եմ կարգի վերել, բայց չգիտեմ ինչքանով է ստացվել։ Իրականում միշտ տեղը քիչ է, ես նույնպես հետ չեմ մնում, բան չունեմ հագնելու խնդրից։ Իրականում իմ դեպքը մի քիչ ուրիշ է, որովհետև իրերս միայն ինձ համար չեն, իմ առօրյայի համար չեն, նաև նկարահանումների համար են, թե կոմերցիոն եւ թե իմ բլոգի հետ կապված, դրա համար գուցե մի քիչ ավելի շատ է, ինչքան ինձ պետք է առօրյայի համար։ Այսպես։ Որքան ժամանակ է որ զբաղվում եք նաև բլոգինգով։ Instagram ունեմ 2012 թվականից եւ միշտ ակտիվ եմ եղել, այն ժամանակ ճամփորդություններից ուղղակի կիսվում էի նկարներով եւ 2018-19-ից արդեն ոճի մասին սկսեցի խոսել եւ զուգահեռ մասնագիտություն ձեռք բերել ոճաբանի, որպեսզի իմ խոսքը չլինի ուղղակի սիրողական մակարդակի եւ այնպես ստացվեց, որ ես հասկացա, որ նաև ուզում եմ զբաղվել ոճաբանությամբ, բլոգից դուրս ծառայություններ մատուցեմ, որպես անձնական ոճաբան, որպես կոմերցիոն նորաձևության ոճաբան։ Կա մի գույն, որը դուք միշտ նախընտրում եք հագուստ կրելիս։ Իհարկե։ Եվ որն է դա։ Կարմիր։ Կարմիրը։ Այո։ Բայց ձեր զգեստապահարանում ես երկու հագուստ եմ տեսնում կարմիր գույնի, ամենավերջում է այն արանքում կար։ Դե կարմիրը, գիտեք, ես ավելի շատ փորձում եմ ակցենտների տեսքով կրել, չէ, շատ ունեմ կարմիր,
այստեղ սվիտրեր ունեմ շատ, Ես անկեղծ ասած ինձ թույլ չտվեցի շատ խորանալ այդ կոշիկներ հատվածներում։ ամեն ինչ ունեմ կարմիրի հետ կապված, կարմիրը այն գույնը, որը ես միշտ պատրաստ եմ ինտեգրել իմ լուքերում։ Բարի, ձեր մահճակալի գլխավերևում ձեր եւ ձեր դստեր նկարներն են։ Մի տարեկան էր այստեղ Լեան, ծննդյան արդիվ ֆոտոշութ արեցինք եւ ինքան եմ կարոտում այդ ժամանակները։ Տեսնում եմ ձեր աքսեսուարները նաեւ, սրանք առօրյայի համար են, թե հատուկ առիթների կամ նկարահանումների։ Շատ խառը։ Ես աքսեսուարները գրում եմ թե առօրյայում, թե հատուկ առիթներին, կախված կերպարից։ Մենք հնարավորություն ունենք պատշգամբ նաեւ դուրս գալու, որովհետեւ այստեղից բացվում է իմ ամենասիրելի տեսարաններից մեկը, որովհետեւ իմ պատանեկության տարիները անցել են այս բակում։ Եվ Իմն էլ։ ձերն էլ։ Այո։ Միանգամից տեսնում ենք դպրոցը, որտեղ դուք սովորել եք 114 դպրոցը, Խաչիկ Դաշտենցի անվան։ Այո, այո։ Ձեր բակում կա շատ հին պատմամշակութային շենք, իդեպ տեղյակ եք, թե ինչ շենք է սա։ Կխնդրեմ մեզ դիտող մարդկանց համար լուսաբանեք։ Իմ իմանալով մզկիթ է եղել։ Ճիշտ է։ Մոտավորապես, այո, ինչ որ շրջան եղել է, բայց հետո դարձել է բնակելի տուն։ Գիտեմ։ Խալիներ են Լվանում եկել։ Այո։ Շատ ճիշտ։ Եվ բուրդ են ճպխում։ Բուրդ են ճպխում։ Այո։ Ցավով պետք է արձանագրենք, որ Երևանում չեն պահպանվում այսպիսի շենքերը, իսկ եթե հարևան պետության հետ համեմատենք, վստահաբար սա վաղուց դարձել էր շատ հետաքրքիր պատմամշակութային վայր։ Համաձայն եմ։ Մարիամ, ես տեսնում եմ նաև հայերեն չգիտեմ ինչպես կլինի սնոուբորդը, բայց հենց հիմա կարելի է թարգմանել ձնատախտակի համար նախատեսված ձնատախտակ։ Այո։ Սնոուբորդի համար սնոուբորդ։ Զբաղվում եք այս ամենով։ Շատ եմ սիրում։ Պաշտում եմ։ Հիմա հնարավորություն ունեք գնալու, վայելելու այս եղանակին, թե ձմեռները միայն։ Դե եղանակին դեռ լինում է քշել, հա։ Հաջողություններ գրանցել եք, արդեն կարելի է ասել պրոֆեսիոնալ եք, թե դեռ ոչ այնքան։ Ես 15 տարի քշում եմ, բայց դադար եղավ արանքում։ Փորձում եմ կատարելագործել ամեն անգամ։ Ծաղկաձորի հատվածում մշտապես վարում եք այս ամենը։ Ծաղկաձոր, Ապարան։ Նույնիսկ։ Այո։ Հասցրել եք բացահայտել նաև Լեռնային Հայաստանը։ Իհարկե, ես բացի սնոուբորդ քշելուց միշտ եմ բացահայտում Հայաստանը։ Կա մի մարզ, որը ձեզ շատ է դուր գալիս եւ եթե հնարավորություն ունենայիք Երևանից տեղափոխվելու, ապա միանշանակ կգնայիք եւ այնտեղ կշարունակեիք ձեր կյանքը։ Չէ, Երևանից չէի գնա, բայց ես շատ եմ սիրում Լոռին, Տավուշը, Սյունիքը ու Տավուշը բախտ եմ ունեցել բացահայտել Դիլիջանից դուրս ու հիացած եմ Տավուշի հենց բնությամբ։ Դիլիջանից դուրս որ մասն է ձեզ համար եղել բացահայտում։ Իջևան, Ենոքավան, այդ հարակից տարածքները, հարակից լեռները, որոնք ուղղակի ինձ համար կարիք չկա հասնելու Շվեյցարիա, որպեսզի լեռնային փորձառությունը վայելել, որովհետև Հայաստանում մենք ունենք ցավոք չբացահայտված մեծամասամբ բնություն։ Վերջին 15 կամ 10 տարում կենտրոնի բնակիչները հիմնականում վաճառում են իրենց բնակարանները եւ տեղափոխվում են կամ քաղաքի արվարձաններ կամ նույնիսկ քաղաքից դուրս։ Ձեզ մոտ կա այդպիսի ցանկություն, թե դուք կենտրոնում ծնվել եք եւ այստեղ էլ շարունակելու եք ապրել։ Հա, ես պաշտում եմ իմ տարածքը, ես ծնվել մեծացել եմ այս հատվածում, չեմ պատկերացնում ինձ ուրիշ տեղ։ Ամեն դեպքում կենտրոնի խցանումները ձեզ չեն անհանգստացնում, աղմուկը կենտրոնի չի անհանգստացնում, ամեն բան ձեզ համար հրաշալի է։ Ես ոտքով եմ քայլում, մետրո եմ նստում, մեքենա չեմ վարում։ Ինձ փոշին ամենական հանգստացնում, բայց դա էլ կարծում եմ ամեն տեղը։ Կարծում եմ մի 30 տարի հետո փոշին էլ կվերանա, որովհետև այլևս տեղ չի մնա որևէ բան կառուցելու։ Այս տեսարանն եմ շատ սիրում։ Ահա։ Այս տեսարանով եմ մեծացել։ Ամեն բան կարծես թե պարզ է պատշգամբում, երևի թե գնանք արդեն կրկին հյուրասենյակի հատված եւ այնտեղ հրաժեշտ կտանք միմյանց։ Այո։
Մեր եթերաժամանակը կամաց մոտենում է իր ավարտին, ծաղիկները շատ գեղեցիկ են։ Ինչևէ, եւ իմ վերջին հարցը։ Թերթելով ձեր սոցիալական էջերը տեսա, որ անդրադարձ եք կատարել 10 տարի առաջվան։ Ինչ եք կարծում 10 տարի հետո որտեղ կլինեք դուք։ 10 տարի հետո կուզեմ նախ ունենամ այն ինչ որ այսօր ունեմ, չկորցնեմ ոչինչ, որովհետև իրոք շատ բան ունեմ ձեռք բերած իմ կյանքում։ Կուզեմ դա պահպանեմ առաջին հերթին, թե մնացածը ինչ կլինի, կյանքը միշտ իր պլաններ ունի մեր համար։ Ես փորձել եմ ինձ թուլացնեմ եւ տրվեմ կյանքի հոսքին, որովհետև կյանքը ինձ միշտ տարել է այնտեղ, որտեղ պետք է։ Շնորհակալություն Մարիամ հետաքրքիր զրույցի եւ բնականանային բացահայտումների համար։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն ձեր դռան առջև։ Ես ձեզ եմ շնորհակալ ինձ հյուր գալու համար։ Բավականին երկար խոսեցինք գրականության մասին, կերպարվեստի մասին, նաև խոսեցինք ոճաբանության մասին, բայց մի շատ կարևոր դետալի չանդրադարձանք, ձեր տանը կար յուրահատուկ նմուշ, կխնդրեմ ինքներդ նշեք ինչի մասին է խոսքը։ Գարզուի, այո։ Հուսով եմ իմ հավաքածուն կհամալրվի, ոչ միայն նոր գարզու կամ Ռուբեն Մաշինյան, այլև մյուս հայ մեծերի արվեստով։ Եվ տա Աստված, որ այն ամենը, ինչը դուք մտապահել եք, շատ շուտ դառնա իրականություն։ Շնորհակալություն Մարիամ հետաքրքիր զրույցի եւ բացահայտումների համար։ Ձեզ մաղթում ենք լավ օրվա շարունակություն, լավ մնացեք, հաջողություն։ Ես եմ շնորհակալ, ցտեսություն։ Հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.